Բարի գալուց սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր հաղորդման ընթացքում կխոսենք մի թեմայի մասին, որն իր արդիականությամբ եւ կարեւորությամբ կամուրջ է դառնում քաղաքական ու մշակութային ոլորտների հարաբերմանը։ Ինչպես է մշակույթը դառնում կապող օղակ պետությունների միջև եւ ինչ դեր ունի հանրային դիվանագիտությունը Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում։ Այս հարցերը կքննարկենք իրանագետ Մարիամ Զազյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Քննարկման թեման իսկապես շատ կարևոր է, որովհետև այսօր միջազգային հարաբերություններում մշակույթը ունի բավականին ազդեցիկ դեր եւ կարող է մեկ գաղափարի շուրջը միավորել հասարակ ժողովրդին ու դեր խաղալ քաղաքական շատ բարդ հարցերի կարգավորման մեջ։ Հենց այս մտքի հաստատումն էլ այն է, որ հանրային դիվանագիտությունն այն մեխանիզմն է, որը պետություններին թույլ է տալիս ներկայացնել իրենց արժեքները ոչ թե միայն պաշտոնական մակարդակով, այլ հասարակության միջոցով։ Երբ ասում ենք հանրային դիվանագիտություն, շատերի համար դա անծանոթ ու դեռևս խորհրդ հասկացություն է։ Ինչպես կբացատրեք այն։ Հանրային կամ մշակութային դիվանագիտությունը կարելի է հասկանալ որպես ժողովուրդների միջև ուղիղ հաղորդակցություն։ Եթե դասական դիվանագիտությունը վերաբերում է կառավարությունների հարաբերություններին, ապա հանրային դիվանագիտությունը մշակույթի, կրթության, գիտության, ԶԼՄ-ների եւ հասարակության կապերի միջոցով ստեղծվող փոխըմբռնումն է։ Եթե փորձեմ մեկ նախադասությամբ սահմանել, ապա հանրային դիվանագիտությունից է բխում մշակութային դիվանագիտությունը, որն իր հերթին իր մեջ ներառում է մի քանի ուղղություն։ Օրինակ, Հայաստանը եւ Իրանը դարավոր մշակութային կապեր ունեն, եւ հենց այդ մշակութային շփումներն են ձևավորել փոխադարձ վստահություն, որը դարձել է հարաբերությունների ամուր հիմք։ Այսինքն կարող ենք ասել, որ մշակույթը վերածվում է այսպես ասած անվտանգության գործիքի։ Այո, միանշանակ, երբ երկու ժողովուրդ ապրել են կողք կողքի կիսելով պատմական տարբեր շրջափուլեր, իրար այս ճանապարհ ավելի լավ են ճանաչում, ավելի դժվար է դառնում նրանց միջև թշնամանք սերմանել, կամ կարող ենք ասել, ավելի խոսակցական, անհնարին է դառնում իրար հետ ճանապարհ անցած ընկերներին թշնամացնել։ Մշակութային դիվանագիտությունը նպաստում է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության մթնոլորտի ձևավորմանը։ Խանım Զազյան, Կարևոր հարց կա, որը կցանկանամ այսօր միասին դիտարկենք, ինչպես ասել են, մշակույթը նույնպես հաղորդակցության լեզու է, վստահության լեզու, բայց ինչ նշանակություն ունի այս արտահայտությունը Իրանի դիվանագիտության եւ անվտանգության համատեքստում։ Եթե մշակույթը լեզու է, ուրեմն Իրանը աշխարհի հետ խոսում է հենց այս մշակույթի լեզվով, ոչ միայն քաղաքականությամբ, այլ խորքային քաղաքակրթական արժեքներով։ Իսկ եթե այս լեզվի հիմքը վստահությունն է, ապա ում միջև է ստեղծվում այդ վստահությունը երկրի ներսում, տարածաշրջանում թե միջազգային գործընկերների հետ։ Ճիշտ եք ասում, մշակույթը երբեք չի դադարում կապեր ստեղծել։ Հայաստանի եւ Իրանի հարաբերություններում հենց մշակույթն է եղել այն առանցքային կամուրջը, որը պահել է բարիդրացիությունը նույնիսկ ամենաբարդ ժամանակներում։ Հայաստանը Իրանի հետ հարաբերություններում առանձնահատուկ դեր ունի, որպես տարածաշրջանի կարևոր իրանագիտական կենտրոն։ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնը մեծ եւ կենսունակ դպրոց է, որտեղ ձևավորվում ու կատարելագործվում են այն մասնագետները, ովքեր իրենց գիտելիքներով եւ նվիրվածությամբ նպաստում են երկու ժողովուրդների փոխըմբռնմանն ու համագործակցությանը։ Այս ամենի կողքին հատկապես կարևոր է շարունակաբար զարգացնել ոչ միայն կրթական բովանդակությունը, այլև ընդլայնել գործնական հարթակները ուսանողների մասնագիտական փորձի խորացման համար։ Երկարաժամկետ փոխանակման ծրագրերը, գիտական հրապարակումները եւ երկխոսության ֆորումները կարող են դառնալ այն միջավայրը, որտեղ ձևավորվում են նոր գաղափարներ եւ նախաձեռնություններ, ամրապնդելով հայ-իրանական մշակութային ու ակադեմիական կապերը։ Հասկանալի, այսինքն կրթությունը մի քայլ է, բայց շատ կարևոր է նաև պրակտիկ հնարավորությունների զարգացումը։ Լեզվի ուսուցման օրինակն ինքնին վկայում է այդ առաջընթացի մասին։ Պարսկերենը Հայաստանում այսօր բավականին կայացած դիրք ունի։ Այն դասավանդվում է ոչ միայն համալսարաններում, այլև մի շարք դպրոցներում։ Սակայն ժամանակակից աշխարհի պահանջները մշտապես փոխվում են, եւ նոր մեթոդների ներդրումը կարող է նպաստել ավելի մեծ ներգրավվածությանը։ Ժամանակակից ինտերակտիվ ուսուցման ձևերն ու մշակութային ծրագրերը հնարավորություն կտան, որպեսզի ավելի շատ երիտասարդները ծանոթանան քաղցրահնչյուն պարսկերենին։ Լեզվին տիրապետողների համար էլ կմեծանա գիտելիքները խորացնելու հնարավորությունը, ինչը իհարկե կլինի տեսնելով դրա գործնական արժեքն ու մշակութային հմայքը։ Իհարկե լեզվի յուրացումը միայն դրանով չի սահմանափակվում, այստեղ մեծ դեր ունի ինքնակրթությունը եւ ներքին մոտիվացիան։ Իմ անձնական փորձով կարող եմ ասել, որ պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը, երբ դառնում է ոչ թե պարտականություն, այլ սեր ու հետաքրքրություն, առաջընթացը անխուսափելի է։ Այդ հետաքրքրությունն է, որ մարդուն մղում է ընթերցելու, դիտելու, հաղորդակցվելու եւ շարունակ բացահայտելու Իրանի մշակույթը նոր կողմերից։ Անհամեստություն թող չլինի,
լինի, բայց իմ փորձով կիսվելուց չեմ կարող չխոսել նաև այն մեծ ազդեցության մասին, որը ինձ վրա թողեց Իրանում ունեցած պարսից լեզվի դասընթացների վերապատրաստման ծրագիրը։ Կարող ենք հստակ սահմանել, որ լեզուն, մշակույթը, կրթությունը, գիտական համագործակցությունը եւ տեղեկատվությունը միասին ստեղծում են վստահության եւ անվտանգության ամբողջական համակարգ։ Ճիշտ է, այստեղ շատ տեղ կա գործելու, երկարաժամկետ ծրագրեր, գրքերի թարգմանություն, հոդվածների հրապարակում, փոխանակման ծրագրեր, հարթակներ երկխոսության համար։ Երբ այս բոլոր քայլերը համադրվում են, հանրային եւ մշակութային դիվանագիտությունը դառնում է ոչ միայն կամուրջ ժողովուրդների միջև, այլև գործիք վստահության եւ անվտանգություն ստեղծելու համար։ Եվ վերջում ամփոփելով մեր հետաքրքիր զրույցը կասեք, թե ինչպես եք գնահատում հանրային եւ մշակութային դիվանագիտության ներկայիս վիճակը հայ-իրանական հարաբերություններում։ Այսօր մեր հարաբերությունները գտնվում են շատ դրական մակարդակի վրա։ Համագործակցությունը բազմազան է, ընդգրկում է թե կրթության, թե մշակույթի ու տնտեսական ոլորտները, եւ ակնհայտ է, որ երկկողմ հետաքրքրությունն ու փոխգործակցությունն ավելի են ամրապնդվում։ Շնորհակալություն Մարիամ այս ուշագրավ ու բովանդակալի զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Թող մշակույթը շարունակի լինել խաղաղության եւ վստահության լեզուն մեր ժողովուրդների միջև։ Այսօրվա մեր հյուրն էր իրանագետ Մարիամ Զազյանը։